Կախարդական թասը, հնդկական հեքիաթների մոտիվներով։ Ագահ ժառանգորդները։ Մի հարուստ զամինդար զգաց, որ շուտով մեռնելու է, կանչեց իր որդիներին ու ասաց. երկուսդ էլ իմ ժառանգներն եք, իմ մահից հետո ունեցվածքս կկիսեք ձեր մեջ և հարուստ մարդիկ կդառնաք։ Երբ զամինդարը մեռավ և նրա մարմինը, ինչպես հարկն է, այրեցին խարույկի վրա, ագահ զավակները սկսեցին նրա թողած ժառանգությունը բաժանել։ Բայց որքան բաժանում էին, ամեն մեկին թվում էր, թե մյուսի բաժինը ավելի շատ է։ Քո արծաթյա սկուտեղը իմից ծանր է, գանգատվեց մեկը։ Իսկ քո գոմեշը իմից չաղ է, չարացավ մյուսը։ Բոլորն էլ կհաստատեն, որ քո մատանու մարգարիտը իմից մեծ է, բայց քո ոսկե թասն էլ հաստ է իմից, ում ուզում ես հարցրու։ Այսպես վիճում էին մի քանի օր և ոչ մի կերպ չէին կարողանում ժառանգությունը կիսել։ Այն ժամանակ նրանցից մեկն ասաց. գնանք փողոց և հարցնենք առաջին պատահած մարդուն, թե ինչպես պետք է բաժանենք հայրական ժառանգությունը, նա ինչ որ ասի, այնպես էլ կանենք։ Դուրս գալով փողոց, եղբայրները տեսան մի ծեր գյուղացու։ Նրանք ծերունուն պատմեցին հոր կտակի և իրենց վեճի մասին։ Ծեր գյուղացին լսեց պատմությունը, ծիծաղեց ու ասաց. Դուք վիճում եք, որովհետև չեք կատարել ձեր հոր կամքը։ Նա կարգադրել է ամեն ինչ բաժանել երկու մասի։ Իսկ դուք ինչպես եք բաժանում։ Ճիշտ է, ասացին զամինդարի հիմար ու ագահ զավակները։ Մենք հենց այդպես էլ կանենք։ Այն ժամանակ արդեն մեզանից ոչ մեկը չի նեղանա։ Նրանք վերադարձան տուն և սկսեցին նորից բաժանել։ Վերցնելով արծաթյա սկուտեղը, ջարդեցին, արին 2 կտոր, հետո 2 կտոր արեցին ոսկե ամանները, թասը, ապարանջանները։ Նրանք իրենց ծառաներին հրամայեցին մորթել անասունները և միսը բաժանել 2 մասի։ Հոր բոլոր փողերը կտրատեցին, հագուստները պատառոտեցին և 2 հավասար մասի բաժանեցին։ Զամինդարի տղաները այնպես էին տարվել ապրանքները բաժանելով, որ ուշքի եկան միայն այն ժամանակ, երբ լսեցին մեկի ծիծաղը։ Դրանք հասարակ հողագործներն էին, որ հավաքված զամինդարի տանը բարձր հռհռում էին ագահ ու անխելք եղբայրների վրա։ Այդ օրվանից ամբողջ գյուղը ծիծաղում է նրանց վրա։